այդ մարդը իր ոչ մի խոստում չի կատարում ու գլխավոր արդարացումն է։ Եթե ժողովուրդը հեղափոխություն չի անում, ուրեմն կողմ է։ Սա կառավարության շեղված գործունեության մասին է։ Լավ եմ արել Արցախը հանձնել եմ, դեմ եք հեղափոխություն արեք։ Եթե չեք անում, ուրեմն համաձայնեք։ Լավ եմ արել 150,000 հոգու տեղահան եմ արել։ Հեղափոխություն չեք անում, ուրեմն համաձայնեք։ Լավ եմ անում, որ թոշակները չեն բարձրացնում։ Թոշակառուները, որ հեղափոխություն չեն անում, ուրեմն իրենց սրտով է։ Դրա համար էլ հաջորդ տարի էլ չեն բարձրացնի։ 100-ից ավելի բեռնատար լարսում փակված է, կուտակված է այս պահին։ Ապրանքը փչանում է, ուրեմն ձեռք է տալիս արտահանողներին, թե չէ հեղափոխություն կանեին։ Ժողովրդի վրա նոր հարկեր ենք դրել, եղածը շատացրել ենք, ուրեմն համաձայն են մեզ հետ, դուրները գալիս է, թե չէ հեղափոխություն կանեին։ 5000 զոհ ենք տվել, լավ ենք արել, եթե ծնողները համաձայն չլինեին, հեղափոխություն կանեին։ Գերիների հարազատները եթե հեղափոխություն չեն անում, ուրեմն իրենց ձեռք է տալիս, որ իրենց հարազատները լինեն Բաքվի բանտերում։ Խանութ մտել եք վերջին մեկ շաբաթում, տեսել եք ոնց է սննդամթերքը թռիչքային գնաճ արձանագրել։ Ուրեմն սաղին ձեռք է տալիս, թե չէ հեղափոխություն կանեին։ Էս է Նիկոլի թեզը։ Ինչ անում եմ ճիշտ եմ անում, քանի դեռ հեղափոխություն չեն արել։ Սա կառավարման խեղաթյուրված մտածողություն է։ Ինքը տվել է 1000-ից ավելի խոստում եւ չի կատարել 1000-ից ավելի խոստում։ Եթե ամեն ինչ կատարած խոստման համար հեղափոխություն անեին, հիմա վերջին 7 տարում 1000 անգամ հեղափոխություն կլիներ մեր երկրում։ Բայց որ չի եղել, չի նշանակում, թե ժողովուրդը համաձայն է իր հետ։